Այս տարվա Paris Fashion Week-ը իսկապես ցնցեց ամբողջ աշխարհը։ Միանգամից 3 նորաձևության տուն, Dior-ը, Chanel-ը եւ Balenciaga-ն ներկայացրին նոր ստեղծագործական ղեկավարների դեբյուտային հավաքածուները, որոնք լի էին տպավորիչ պահերով եւ հակասական ընկալումներով։ Սկսենք ամենասպասվածից, ամենադիտվածից եւ ամենաքննարկվածից՝ Dior-ից։ Որ առաջին անգամ բան sense հայկական ակցենտով ասեցի։ Dior։ Բայց մինչ այդ հետևիր իմիջին, եթե հետաքրքրված ես նորաձևության պատմությամբ։ 41-ամյա Ջոնաթան Անդերսոնը, ով նախկինում եղել է Loewe-ի կրեատիվ դիզայները, նշանակվել է Dior-ի միանգամից 3 ճյուղի, տղամարդկանց եւ կանանց ready to wear-ի եւ haute couture-ի ստեղծագործական տնօրեն, ինչը ահռելի պատասխանատվություն եւ մարտահրավեր էր։ Christian Dior-ից հետո Անդերսոնը առաջին դիզայներն է, ով կմիավորի Dior-ի բոլոր ուղղությունները։ Նրա նշանակումը պայմանավորված էր Dior-ի վաճառքների անկմամբ։ Dior-ի ղեկավարությունը հույս ունի, որ Անդերսոնը կկարողանա շտկել այս իրավիճակը, հաշվի առնելով, որ նրա օրոք Loewe-ի վաճառքները աճել են 5 անգամ։ Ցուցադրությունը սկսվեց հորր երաժշտությամբ, արխիվային կադրերով եւ կհամարձակվես մտնել Dior-ի նորաձևության տուն հարցով։ Անդերսոնը ոչ միայն համարձակվեց մտնել, այլև առաջարկել խաղարկային փորձարկումներ, ինչի արդյունքում ցուցադրությունը արժանացել է հակասական կարծիքների։ Ոչ բոլորին է հաջողվել առաջին հայացքից նկատել բրենդի էությունը։ Անդերսոնին նույնիսկ մեղադրեցին ավանդույթներից չափից դուրս շեղվելու մեջ։ Սակայն ես կարծում եմ, որ հավաքածուն ստացված էր։ Ծանոթ լինելով Dior-ի արխիվներին, ես կարող եմ վստահաբար ասել, որ Անդերսոնը պահպանել է բրենդի ԴՆԹ-ն, միևնույն ժամանակ ադապտացնելով դրանք ներկայիս տենդենսներին։ Նա միավորել է Dior նորաձևության տան արխիվային հավաքածուների մոտիվները, նախկին դիզայներների ժառանգությունը եւ իր սեփական տեսլականը։ Եթե դիտել եք ցուցադրությունը, մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով եւ սպասեք Chanel-ի շոուի մասին անդրադարձին։